Այցեր, հանդիպումներ, պայմանավորվածություններ ու նոր ձեռքբերումներ։ Ինչով առանձնացավ 2025-ը պաշտպանական գերատեսչության ղեկավարի աշխատանքային ակտիվ ու հագեցած տարին։ Հնդկաստան պաշտպանության նախարարների կոնկլավ։ Տարեսկզբին պաշտպանության նախարար Պապիկյանը մասնակցեց Հնդկաստանի Aero-India միջազգային ցուցահանդեսին, հանդիպումներ ունեցավ Հնդկաստանի ռազմական ղեկավար կազմի հետ։ Պաշտպանության նախարարների կոնկլավում Հայաստանի եւ Հնդկաստանի պաշտպանության նախարարների ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքները արդեն իսկ տեսանելի են։ Գերմանիա անվտանգության համաժողով։ Դելիից նախարար Պապիկյանն ուղևորվեց Մյունխեն, անվտանգության համաժողովն ամենահարմար հարթակն էր եվրոպացի գործընկերների հետ քննարկելու ռազմական գործակցության ընդլայնման հնարավորությունները։ Հիմնական թեմաներն էին կրթությունը, փոխանակման ծրագրերը, կիբերանվտանգությունը։ Այս հանդիպումից հետո ռազմական բարձրագույն հաստատությունների միջև կապերը ավելի խորացան։ Հունաստան DFA 2025։ Գառնանը Սուրեն Պապիկյանը մասնակցեց DFA 2025 պաշտպանական ցուցահանդեսի բացման արարողությանը։ Այցի ընթացքում հանդիպում ունեցան Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի պաշտպանության նախարարները։ Կարևորեցին երեք երկրների գործակցության մակարդակը հատկապես ռազմական կրթության եւ փորձի փոխանակման ոլորտներում։ ՄԱԿ խաղաղապահության նորարարական հանդիպում։ Այնուհետև Սուրեն Պապիկյանը մեկնեց Բերլին մասնակցելու ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպմանը։ Հայաստանի պաշտպանության նախարարն իր ելույթում անդրադարձավ մեր երկրի ստանձնած նոր հանձնառություններին։ Այցի ընթացքում նախարար Պապիկյանը հանդիպումներ ունեցավ Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի պաշտպանության նախարարների հետ, քննարկելով երկկողմ համագործակցության ընդլայնման նոր ծրագրերը։ Իրան-Հայաստան գործակցության ամրապնդում։ Մայիսին Երևանում նախարար Պապիկյանն ընդունեց հարևան Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ամիր Ազիզ Նասիրզադեին։ Հանդիպմանը երկու պետությունների գերատեսչությունների ղեկավարները բարձր գնահատեցին պաշտպանության ոլորտում համագործակցության ներկայիս մակարդակը եւ քննարկեցին համագործակցության ապահովման հարցերը։ Չինաստան Սյանշանի համաժողով։ Սեպտեմբերին Պեկինում պաշտպանության նախարարը մասնակցեց Սյանշանի բարձր մակարդակի համաժողովին, մի շարք պաշտոնական ընդունելություններին եւ հանդիպումներին ներկայացնելով Հայաստանի պաշտպանական քաղաքականության առաջնահերթությունները։ ԱՄՆ պաշտպանական բարեփոխումների նոր փուլ։ Արդեն հոկտեմբերին պաշտպանական գերատեսչության ղեկավարը Միացյալ Նահանգներում էր։ Վաշինգտոնում Սուրեն Պապիկյանը մասնակցեց առաջատար պաշտպանական համակարգերի եւ տեխնոլոգիաների AUSA միջազգային ցուցահանդեսին։ Պաշտպանական բարեփոխումների աջակցությանը վերաբերող ծրագրեր, ռազմավարական, ինստիտուցիոնալ եւ երկարաժամկետ համագործակցության նոր նախաձեռնություններ եւ ռազմական կրթության ու տեխնոլոգիական փոխանակման հնարավորություններ։ Այս հարցերն էին Սուրեն Պապիկյանի եւ Միացյալ Նահանգների պաշտպանության անվտանգության համագործակցության գործակալության տնօրենի Պենտագոնում պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալի հետ հանդիպումների առանցքում։ Հայաստան-Վրաստան պաշտպանական համագործակցություն։ Հոկտեմբերին Երևան ժամանեց Վրաստանի պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանը եւ Իրակլի Չիկովանին քննարկեցին երկկողմ համագործակցության ընդլայնումը, զինված ուժերի բարեփոխումների ընթացքը եւ տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերը։ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտպանական նոր համաձայնագրին ընդառաջ։ Նոյեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում Սուրեն Պապիկյանը հանդիպեց Դուբայի թագաժառանգ պաշտպանության նախարար Համդան բին Մուհամմադ Ալ Մակթումի հետ։ Կողմերը քննարկեցին պաշտպանական համագործակցության նոր պայմանագիր ստորագրելու, ինչպես նաև փոխգործակցության հիմնական ուղղությունները սահմանելու եւ ռազմատեխնիկական ու ռազմավարական գործընկերությունը զարգացնելու հարցերը։ Նախարար Պապիկյանը այցելեց նաև Dubai Air Show 2025 ցուցահանդես։ Եգիպտոս պաշտպանական համագործակցություն։ Մեկ այլ միջազգային ցուցահանդեսի EDEX 2025-ի բացմանը նախարար Պապիկյանը մասնակցեց Կահիրեում ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորություններ, տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության մարտահրավերներ, պաշտպանության ոլորտում նոր ծրագրեր։ Նախարար Պապիկյանն այս թեմաների շուրջ քննարկումներ ունեցավ եգիպտոսցի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ։ Օրենսդրական փոփոխություններ եւ նոր ծրագրեր։ 2025-ը պաշտպանական ոլորտի համար աչքի ընկավ նաև օրենսդրական մի շարք նշանակալի փոփոխություններով։ Գլխավոր բարեփոխումը կրճատվեց ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 24 ամսից դառնալով 1.5 տարի։ Այսպիսով 2026 թվականի հունվարի 1-ից հետո զորակոչվող ժամկետային զինվորները կծառայեն 18 ամիս։ 1.5 տարի զինվորական ծառայությունը դարձնելու նախաձեռնությունը ունի մեկ նպատակ. Հայաստանի Հանրապետության բանակը դարձնել օր առաջ ավելի պրոֆեսիոնալ, 2025 թվականի հունվարի 1-ից հետո զորակոչվող ժամկետային զինվորները կծառայեն 18 ամիս։ 1.5 տարի զինվորական ծառայությունը դարձնելու նախաձեռնությունը ունի մեկ նպատակ. Հայաստանի Հանրապետության բանակը դարձնել օր առաջ ավելի պրոֆեսիոնալ եւ սրա հիմքում, ինչպես նշել եմ,
մեր համալրման արդյունավետությունը։ Մեկ այլ փոփոխության պաշտպանական գերատեսչությունն ավելացրեց զինծառայողներին տրամադրվող արձակուրդային օրերի քանակը։ Ըստ այդմ թիկունքային զորամասերում ծառայող զինվորները կստանան 21, դիրքային հերթապահությունում ընդգրկված զինծառայողները 30 օր արձակուրդ։ Այս տարի ներդրվեց վերադարձիր շարք ծրագիրը, համաձայն որի երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող պահեստազորայինները հնարավորություն ունեն կրկին վերադառնալ ծառայության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասեր, պահպանելով իրենց զինվորական կենսաթոշակը։ Պաշտպանության նախարարության արդեն գործող պաշտպան հայրենյա ծրագիրը, որին միացել են 4000-ից ավելի զինծառայողներ, թարմացվում է, ընձեռելով նոր հնարավորություններ։ Նախարար Պապիկյանը հայտնեց, որ նախատեսվում է հնարավորություն տալ շահառուներին 5-ի փոխարեն ընտրել ծրագրի 7-ամյա կամ 10-ամյա փաթեթը։ Բանակի ինժեներական եւ շինարարական կահավորում։ 2025-ին բուռն թափով շարունակվեցին զինված ուժերի ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքները։ Նախարար Պապիկյանը տարբեր այցերի ընթացքում հետևեց հանրապետության մի շարք շրջաններում իրականացվող ինժեներական աշխատանքներին, զորամասերում ընթացող շինարարական աշխատանքներին, այցելեց մոդուլային զորամասերի շինհրապարակներ, տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքների որակին եւ ժամկետներին։ Անցնող տարվա ընթացքում զինվորների համար նորոգվեցին եւ վերաբացվեցին մի շարք ճաշարաններ։ Զարուհի Ռշտունի, Զինուշ։